Միջնադարյան պատմության մեջ բավական ուշագրավ երևույթ է մահապատիժների եւ պատժի տեսակների ուսումնասիրությունը։ Այս հարցի ուսումնասիրությունը ունի գիտակիրառական նշանակություն, ոչ միայն գիտական նշանակություն, այլև պրակտիկ գիտական կիրառական նշանակություն, հասկանալու համար, թե պատմության ընթացքում Հայաստանը եւ հայ ժողովուրդը ինչպիսի ժողովուրդներով է շրջապատված եղել, ովքեր են տիրապետող եղել, ովքեր էին արշավում, ինչպես էին այս ժողովուրդների ընկալումներում արտահայտվում պատիժն ու մահապատիժը եւ ինչպես էին վերաբերվում սրանք իրենց թշնամիների եւ հպատակների հետ։ Այս առումով բավական հետաքրքիր է ուսումնասիրել թուրք-թաթարական եւ թուրք-մոնղոլական ժողովուրդների մոտ մահապատժի ձևերը եւ տեսակները։ Կարող է մեզ թվալ, թե ամեն ինչ պարզ է, ամեն ինչ հասկանալի է, մահապատժի ենթարկելու տրամաբանության մեջ մի առանձնակի խնդիր, բարդություն կարելի է ասել, կամ ինչ որ ուսումնասիրելիք մի բան չկա, բայց իրականում այդպես չէ։ Հատկապես եթե խոսքը վերաբերում է թուրք-մոնղոլական ժողովուրդներին եւ նրանց տիրապետության շրջանում հայ ժողովրդին ու նաեւ հարևան ժողովուրդներին վրա հասած աղետներին։ Պետք է ասել, որ թուրք-թաթարական ժողովուրդների եւ թուրք-մոնղոլական ժողովուրդների մոտ պատժի մեխանիզմը բավական զարգացած, մահապատժի մեխանիզմը ել ավելի զարգացած եւ կատարելագործված էր։ Եվ դրա վերաբերյալ պատկերացումները պատմականորեն ունենալու պարագայում այսօր անգամ կարելի է չշոկահարվել, անակնկալի չգալ կամ չզարմանալ տարբեր դեպքերի ականատես լինելով եւ մինչ այսօր էլ ականատես կարող ենք լինել պատերազմական գործողությունների ժամանակ տարատեսակ վայրագությունների գործածմանը։ Եվ այս ամենը պատկերացնելու հասկանալու համար փորձենք հասկանալ, թե ինչպիսի պատժի տեսակներ եւ մահապատժի տեսակներ էին գործում թուրքական, թաթարական եւ մոնղոլական ցեղերի ու ժողովուրդների շրջանում։ Ասել, որ միայն կատարելագործված էր մահապատժի մեխանիզմը եւ պատժի մեխանիզմը թուրքական ու մոնղոլական ժողովուրդների մոտ կարելի ասել, որ ոչինչ ասված չէ։ Սկզբնապես, երբ սելջուկյան արշավանքներից հետո հայ իրականությունը սկսեց առնչվել, ծանոթանալ, հարաբերվել թուրքական այս նոր իրականության հետ, տիրապետող նոր թուրքական դասի հետ, իշխողների սելջուկյան սուլթանությունը նկատի ունենք կամ սելջուկյան սուլթանությունները նկատի ունենք եւ արշավանքների փուլը սկսեցին նկարագրությունների մեջ հայտնվել նոր տեսակի ընդհանրապես քաղաքակիրթ հասարակությանը անհասկանալի պատժի ձևեր։ Հայ պատմիչներն ու պատմագիրները զարմանքով եւ ապշահար եւ ցնցված զարուրանքով նկարագրում էին, թե ինչպես են թուրքերը, արշավող թուրքերը մահապատժի ենթարկելիս պատերազմի դաշտում ինչպես են վարվում իրենց թշնամիների հետ, ինչպես է պատահում, որ հակառակորդին սպանելուց հետո զարմանքով արձանագրում էին, որ սրանց ասում է, թե գլխամաշ կհանում էին, գլխատում ու սպանում էին։ Տրամաբանական մի բան պիտի թվա, որ մարտի դաշտում հակառակորդին մեկը մյուսին սպանում էր կամ գլխատում էր եւ դրանով ամեն ինչ ասված էր, բայց իհարկե այդպես չէր։ Հատկապես կատարելագործված է ներկայանում մահապատժի տեսակները մոնղոլական, մոնղոլ-թաթարական ժամանակահատվածում, մոնղոլ-թաթարական շրջանում։ Ու սա բավական կարևոր է հասկանալու համար, որովհետեւ ժամանակի իրականությունը, ժամանակի մարդիկ պատկերացում անգամ չունեին, թե ինչպիսին են սրանք, ինչի համար եւ ինչպես կարող են պատժել մոնղոլները եւ թաթարները, թուրքերը, ինչ պիտի պատահի, ինչ վայրագության աստիճանի կարող են հասնել, անգամ չեն էլ կարողանում պատկերացնել։ Դրա համար փորձենք մի քանի անդրադարձեր կատարել եւ տեսնելու համար, թե ինչ պատժի եւ մահապատժի տեսակներ կային։ Օրինակ, մոնղոլ-թաթարական արշավանքների շրջանում բավական հետաքրքիր միտում է դիտարկվում։ Շատ հետաքրքիր, որը մինչ այսօր գիտական քննարկումների եւ վեճերի առարկա է։ Մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ մենք գործ ունենք երկու տեսակի երևույթի հետ, մահապատժի երկու ձևերի տեսակների հետ։ Եվ մոնղոլները կոտորում էին զանգվածաբար, ինչպես նրանք գործում էին օրինակ կենտրոնական Ասիայում, կենտրոնասիական տարածաշրջանի ժողովուրդների դեմ, եւ մինչեւ 80% կրճատեցին տեղի բնակչությունը, քաղաքներ եղան, որ ընդհանրապես ուղղակիորեն ոչնչացվեցին։ Բնակչությունը գրեթե մինչև վերջին մարդը մորթվեց կամ սպանվեց։
Նույնը եղավ նաև դեպի Արևմտյան եւ դեպի Եվրոպա կատարված մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ շատ նկարագրական դեպքեր կային, սա զանգվածային սպանություններին է վերաբերում, օրինակ զանգվածային սպանությունների մի քանի նկարագրություններ կան, երբ մոնղոլները ուղղակի մեծ քանակությամբ մարդկանց սպանելու համար մի շարքով նստեցնում էին, զինվորները մոտենում էին աջ կողմից, բարձրացնում էին մահապատժի ենթարկվողի ձախ թևը եւ սուրը կամ նիզակը մտցնում էին սիրտը ու միանգամից սպանում, կամ մոտենում էին գուրզով ծանր մուրճերով զինված զինվորներ եւ հերթով մահապատժի ենթարկվողների գանգը փշերով, գլուխը ջարդելով մահապատժի ենթարկում ու սպանում։ Բայց մոնղոլ թաթարական եւ թուրքական իրականությանը ծանոթ լինելու համար, ծանոթանալու համար պետք է իմանալ, որ հատկապես մոնղոլների եւ թաթարների մոտ բավական հետաքրքիր մի միտում կար։ Մոնղոլները եւ թաթարները հարգանքով էին մոտենում մահապատժի ենթարկելիս մահապատժի ենթարկվողի հասարակական դիրքին։ Եթե հասարակական դիրքը մահապատժի ենթարկվողի բարձր էր, մահապատիժը լինում էր հիմնականում անարյուն։ Հազվադեպ էր պատահում, որ մահապատիժը բարձրաստիճան մարդկանց համար ուղեկցվեր ուղակի գլխատումների միջոցով։ Դա կամ պետական դավաճանության, կամ ծանր մի հանցանքի դեպք պիտի լիներ, երբ գլխատումների կամ արյունը հեղելու միջոցով մահապատժի ենթարկեին։ Հիմնական տարածված մահապատժի տեսակներից էր աղեղի լարով խեղդելը, ձիու մազից, ձիու պոչի մազից պատրաստված լարերով խեղդելը, օրինակ հետաքրքիր մի դեպք ունենք վերջին իլխաններից, նաև Հայաստանի վրա իշխող մոնղոլական տիրապետության շրջանում վերջին իլխաններից Աբու Սայիդին դավաճանած Էմիր Չոբանը, երբ մահապատժի պիտի ենթարկվեր իր ընտանիքի հետ միասին, Էմիր Չոբանը ըստ իրանալեզու պատմիչ Ալահրիի ներկայանում է խանին, մեծ խանին եւ խնդրում է տառացիորեն, խնդրում է իրեն մահապատժի ենթարկել պատվաբեր ձևով, այն է թե խեղդել աղեղի լարով։ Խանը լսում է Էմիր Չոբանի խնդրանքը եւ պետությանը մատուցած նախկին ծառայությունների համար արյունը չի հեղում, այլ ուղղակի խեղդամահ է անել տալիս։ Մահապատիժների այս տեսականին եւ ձևերը առավելապես կատարելագործված ներկայանում է մոնղոլ-թաթարական տիրապետության վերջին շրջանում եւ հետմոնղոլական շրջանում։ Խոսքը իմաստնավորի վերաբերում է Թեմուրլենկի արշավանքների ընթացքում մեզ հայտնի դարձած մահապատժի բազմազան ձևերին։ Թեմուրը ընդհանրապես եւ Թեմուրի կառավարման շրջանը ընդհանրապես հայտնի է մահապատժի ու պատժի այսպես լայն տեսականիով, հաճախ հիվանդագին արտահայտումներով եւ որի մեջ սակայն այս միտումը արյունը չհեղելու երբեմն պահպանվում է։ Հաղորդման սկզբում անդրադարձ կատարեցինք, ասեցինք, որ սա կիրառական նշանակություն կունենար հասկանալու եւ ճանաչելու, թե ինչպիսի ժողովուրդներ էին սրանք։ Այ եթե հասկանալ եւ հասկացած եւ ճանաչած լինեին իրենց հակառակորդին Սեբաստիայի 5000 հայ պաշտպանները, 5000-անոց հեծելազոր կանգնած էր ի պաշտպանություն Սեբաստիա քաղաքի եւ 18 կամ տարբեր աղբյուրների համաձայն 21 օր դիմադրեց Լենգ Թեմուրի պաշարմանը։ Պաշարումը դադարեցնելու Թեմուրը հետեւյալ պահանջն է, պայմանն է առաջ քաշում քաղաքի պաշտպանների դեմ, առաջարկում է քաղաքի պաշտպաններին հետեւյալը, ասում է թե դուք քաղաքը հանձնեք ինձ, ես ձեր արյունը չեմ հեղի, իմ սուրը ձեր սիրտը չի մտնի, ձեր արյան ոչ մի կաթիլ չի թափվի։ Եվ ինչ իմանային քաղաքի պաշտպանները, որ սա մոնղոլ-թաթարական միջավայրում, թուրքական միջավայրում, թուրք-թաթարական, մոնղոլական միջավայրում տարածված տրամաբանության շրջանակներում կարելի էր ընկալել, որ արյունը այո չէր հեղվի, բայց մահապատժի միևնույն է ենթարկվելու էին։ Եվ քաղաքի պաշտպանները, Սեբաստիա քաղաքի պաշտպանները տարբեր աղբյուրների համաձայն 4000 կամ 5000 հայ զինվորներ, ընդ որում հեծյալ զինվորներ էին սրանք, քաղաքը հանձնելուց հետո, Լենգ Թեմուրին հանձնվելուց հետո, Թեմուրը հրամայում է անել հետևյալը, հրամայում է 10-ական մարդու համար խորը փոսեր փորել եւ բոլորին անխտիր ըստ բյուզանդացի պատմիչ 14-րդ, 14-15-րդ դարերի պատմիչ Դուկասի նկարագրության, Դուկասը նկարագրում է, ասում է թե խեղճ, ասում է զինվորներին կապկպեցին այնպես, որ ձեռքի արմունկները սեղմեցին
գունդ սարքեցին մարդկանց այնպես, որ ձեռքի արմունկները հասնում էին կրունկներին, ներբաններին եւ կապված մարդկանց այդ զանգվածները լցրեցին տասական մարդկանցով լցրեցին փոսերը։ Հետո ասում է Թեմուրը այսպես մերօրյա տերմիններով կարելի ասել ցինիկաբար ասում է ծածկեք դրանց տախտակներով հող եւ մոխիր լցրեք եւ ջուր լցրեք դրանք գարնանը ծլելու են եւ պատմիչները նկարագրում են որ 4-5 օր գետնի տակից դժոխային ձայներ էին գալիս ողջ թաղվածների նորություն էր սա իհարկե ոչ Թեմուրն արդեն սրա փորձը ուներ եւ Սեբզևար քաղաքում ապստամբությունից հետո Սեբզևարին պատժելուց հետո Սեբզևարի պաշտպաններին Թեմուրը 2000-ից ավելի մարդու հրամայել էր ողջ շաղախել ցեխի հետ եւ թաղել քաղաքի պարիսպների մեջ ու այս մահապատիժների տեսականին ել ավելի ընդարձակվում է այլ նկարագրությունների մեջ նույն կերպ եթե Հերաթի տիրակալը գիտենար այս երևույթի մասին պատժի մեխանիզմների մահապատժի մեխանիզմների այս հիվանդագին ընդլայնված տեսականու մասին սա եւս միամտորեն համաձայնվում է երկար պաշարումից հետո քաղաքը հանձնել Լենգ Թեմուրին Թեմուրը որովհետեւ խոստացել էր հայտնի եւ ոչ մի մահապատժի ձևով չսպանել սրան եւ Թեմուրը պահում է իր խոստումը եւ երկու շաբաթից ավելի ոչ մի հնարավոր եւ հայտնի մահապատժի ձևով չսպանելով Հերաթի տիրակալին հրամայում է երկու պահապաններ կարգել սրա վրա եւ թույլ չտալ որ սա սնվի կամ ջուր խմի վերջի սա սովից մահանում է մյուս դեպքը ունենք Իրանում երբ Թավրիզի տիրակալը որ սկզբից հրաժարվում էր քաղաքը հանձնել Թեմուրին Թեմուրը մոնղոլ-թաթարական սովորույթի համաձայն հրավիրում է իր շուրջ նստելու հրավիրում է տեսարանը դիտելու համար բոլորաձև շուրջ բոլորը նստում են էլիտան ավականին եւ կենտրոն է բերել տալիս մի մեծ կաթսա ու կաթսայի մեջ ողջ ջրի մեջ եփում են Թավրիզի տիրակալին Մի քանի դեպքեր ունենք մահապատժի, որոնցով մոնղոլ-թաթարական ժողովուրդները պատժում էին ահավարության պատերազմի միջոցով հպատակ ժողովուրդների կամքը կոտրելու համար։ Սա շատ հետաքրքիր երևույթ է։ Եվ սա հատկապես լայն կիրառություն է ստացել Թեմուրի տիրապետության եւ արշավանքների ժամանակ։ Այս դեպքը վերագրվում է տարբեր քաղաքների, հիմնականում Սպահան քաղաքին է վերագրվում Այս դեպքի օրինակով կարող ենք տեսնել, թե ինչպես պատժեց Թեմուրը, եթե Սեբաստիա քաղաքի պարագայում ուղղակի պաշտպաններին ողջ թաղեց, այս երկրորդ տարբերակում մահապատժի ձևի Թեմուրը հրամայում է հավաքել քաղաքի 7-ից 14 տարեկան բոլոր երեխաներին, հավաքում է մոտ 7000 երեխա եւ զորքը հրամայում է, որ հետզյալ զորքը ոտնակող խանի այս մանկահասակ երեխաներին պատմիչների նկարագրությամբ, մուսուլման պատմիչների նկարագրությամբ Թեմուրի զինվորներն իսկ ծնկաչոք իջնում են Թեմուրի առջև եւ աղաչում են նման անմարդկային հրեշավոր գործողությունների չդիմել։ Սակայն Թեմուրը անդրդվելի է մնում, ինքն առաջինն է ցատկում ձիու վրա եւ հրամայում հեծելազորին հետևել իր օրինակին ու ոտնակող անելով սպանել բոլորին։ Իսկ ինչ էր մահապատժի մյուս տեսակները, ուղղակի գլխատումներ Իհարկե ոչ։ Գլխատումը դա մահապատժի ձև չէր, որով կարելի էր ուղղակի գլխատել հակառակորդին եւ դրանով ասել վերջացնել կամ համարել ամեն ինչ վերջ։ Չէ, օրինակ մյուս դեպքը, որը վերագրվում է Բաղդադի գրավմանը կամ Դամասկոսի գրավմանը, եւս վերագրվում է Դամասկոսի գրավման ժամանակ Թեմուրը եւս բավական դժվարություններ ունեցավ։ Քաղաքը գրավելուց հետո հրամայվում է, որ ամեն մի զինվոր իր հետ բերի մեկական գլուխ։ Խոսքը գնում է ոչ թե գլխատումների մասին, այլ massայական զանգվածային գլխատումների մասին։ Եվ այս դեպքից հետո է, որ հայտնի է դառնում գլուխներից մինարեթներ, գլուխներից աշտարակներ կառուցելու այդ երևույթը, որ վերագրվում է մոնղոլ-թաթարական տիրապետության շրջանին։ Սա տարօրինակ մի բան էր, ոչ մոնղոլների շրջանում եւս սա հայտնի էր
Նման մի դեպք եւս տեղի էր ունեցել Չինգիզ խանի օրոք, Չինգիզ խանի հրամանով հավաքվել էին հպատակություն հայտնել հրաժարած իշխանների որդիները եւ հայրերի աչքի առջև որդիներին մորթոտել էին։ Այսպիսին էր մողոլ թաթարական ժողովուրդների մոտ մողոլական ու հետմողոլական շրջանում պատիժների հիմնական ձևերը, բայց ոչ ամբողջը։ Հաջորդ դեպքերը, եթե փորձենք տեսնել, որոնք նաև վրա են հասել այս մահապատժի ձևերը, ցավալիորեն նաև կիրառվել են հայ էլիտայի նկատմամբ, առավել զարգացված նոր մակարդակի բարձրացվում է մահապատժի ձևերը Օսմանների տիրապետության օրոք, խելագար մահապատժի ձևեր։ Օսմանների տիրապետության շրջանում օսմանների մոտ, օսմանյան թուրքերի մոտ առավել տարածված էր մահապատժի ցից հանելու ձևը։ Սա մի կատարելագործության հասցված մահապատժի տեսակ էր օսմանյան թուրքերի կատարմամբ։ Առաջին ցուցադրական օրինակներից, առաջին հայտնի օրինակներից մենք ունենք Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսի գրավման առաջին փուլում Մեհմեդ Ֆաթիհի հրամանով Կոստանդնուպոլսի պաշտպանների աչքի առջև Ստուդիոս ամրոցի 80 պաշտպաններ, որ գերի էին ընկել, քաղաքի բնակչության պարասպի վրա շարված մարդկանց աչքի առջև բոլորին ցից են նստեցնում։ Եվ մի քանի օր ըստ պատմիչների նկարագրության ցից հանված մահապատժի ենթարկվածները ուղակի ցավագար աղաղակում էին, բայց ինչու ենք ասում, որ սա կատարելագործության, հիվանդագին կատարելագործության հասցված մահապատժի ձև էր։ Մի ուշագրավ դեպք կա հայ իրականությունից, հայտնի խոշոր մի առևտրական Խոջա Կոկջան անունով 16-րդ դարում, 16-րդ դարի երկրորդ կեսի մահապատժի է ենթարկվում Օսմանյան սուլթանի հրամանով եւ դրա մանրամասն նկարագրությունը պահպանված է մեր ձեռագրերի հիշատակարաններից մեկում։ Ասում է թե եւ նկարագրում է թե ինչպես էին թուրքերը մահապատժի ենթարկում ցից հանելով։ Ասում է թե նստեցրեցին Խոջա Կոկջանին ցցի վրա եւ այնպես արեցին, որ ցիցը լեզվից դուրս եկավ։ Սա այն նկարագրությունն է մահապատժի ձևի, որով իրականացնում են օսմանները ցից հանելով մարդկանց մահապատժի ենթարկելու պատիժը։ Սա մի քանի դահիճներ ցից հանվողին երկու տարբերակով կամ նստեցնում էին ցցի վրա, կամ գետնին էին գցում եւ ցիցը մտցնելուց հետո փայտե մուրճով հարվածում էին մահապատժի ենթարկվողի գլխին եւ թողնում էին, որ ցիցը աստիճանաբար դուրս գա առանց ներքին օրգանները խիստ վնասելու մարդու կոկորթով, մահապատժի ենթարկվողի կոկորթով։ Եվ մահապատժի ենթարկվողը դինում էր, որ 3-4 օր ցավերից եւ զարհուրելի ցավերից աղաղակելով ուղղակիորեն ցավագար մեռնում էր ցից հանվելով։ Մի հետաքրքիր եւ ուշագրավ դեպք ունենք, երբ մամլուքյան Եգիպտոսի վերջին տիրակալը Սուլթան Թուման բեյը վերջիվերջո չի կարողանում հաջողել օսմանների դեմ իր պայքարը եւ գերի է ընկնում օսմանյան սուլթան Սելիմ Ահեղին, Սելիմ Յավուզին, սա եւս մահապատժի է ենթարկվում ցից հանվելու տարբերակով։ Թուման բեյը ինչու եմ սա հիշատակում, ինչու ենք սրա մասին խոսում, շատ հետաքրքիր մի միտում կա, եթե նայենք օրինակ օսմանյան պատմիչ 16-րդ դարի պատմիչ Աշոկ Փաշազադեի ձեռագրի մանրանկարը, այստեղ պատկերված է, որ Թուման բեյը, որ սուլթան էր, հզորագույն պետություններից մեկի մամլուքյան սուլթանության տիրակալը, մահապատժի պիտի ենթարկվեր քիչ թե շատ էլիտայի նկատմամբ որոշակի հարգանքի մոտեցմամբ, այն է թե դժվար թե ենթադրելի լիներ, որ ցից պիտի հանվեր, արյունը հեղվեր եւ այլն, եւ հենց այդպես էլ ձեռագրի մեջ պատկերված է։ Թուման բեյը կախաղան հանված է պատկերված Աշոկ Փաշազադեի մոտ, բայց իրականությունը լրիվ այլ էր, եթե նայում ենք 17-18-րդ դարերի, հատկապես ֆրանսիական փորագրանկարները, նաև 17-րդ դարի հիշատակությունները եւ մամլուքյան Եգիպտոսի նվաճման, օսմանների կողմից նվաճման հիշատակությունները, այստեղ ուղիղ տեքստով ասում է, որ Թուման բեյին նորից ցից են նստեցրել եւ կախել կեռցցի վրայից Կահիրեի դարպասներից։ Սա ցուցադրական մի օրինակ, որ օսմանյան թուրքերը կարծես պատմագրության մեջ
եւս խուսափել են այդ վայրագության աստիճանը ցույց տալու, սակայն իրականությունը լրիվ այլ էր։ Կերծցի վրա, սա իր մահապատժի մեկ այլ տեսակ էր, սպանվել էր Մամլուքյան սուլթանության տիրակալը, հա։ Անարյուն մահապատժի մի այլ հետաքրքիր տարբերակ հանդիպում ենք թուրքական նորից իրականության թուրք-թաթարական իրականության արտահայտումներից մեկում խոսքը գնում է մեծ մողոլների Հնդկաստանում մեծ մողոլների տիրապետության տակ գտնված հատվածում մեծ մողոլների մոտ, որոնք եւս թուրք-թաթարական ծագում ունեին, անարյուն մահապատժի տեսակներից օրինակ տարածված էր, ինչպես մանրանկարի այս մանրանկարում կարելի է տեսնել մահապատժի այն ձևը, երբ մահապատժի ենթարկվողին առանց նորից արյունը հեղելու փիղը կանգնում էր ոտքով մահապատժի ենթարկվողի կրծքավանդակին եւ ճզմելով սպանում նրան։ Կար նաեւ մեկ այլ մահապատժի տեսակ, որը ավելի կրում էր կրոնական բնույթ եւ հայտնի է եւ հայկական իրականության եւ վրացական իրականության արտահայտմամբ։ Սա մահապատժի մի տեսակ էր, որը իսպառ ոչնչացնում էր մահապատժի ենթարկվողին։ Խոսքը վերաբերվում է հրկիզման միջոցով մահապատժի ենթարկելուն։ Մի հետաքրքիր դրվագ ունենք 16-րդ դարի ոստանի վերաբերյալ, ոստանում հայ պատմագրիչներից մեկի վկայությամբ տեղի մոլլաներից մեկը, թուրք հոգևորականներից մեկը ընտանիքով որոշում են անցնել քրիստոնեության։ Սա մեծ վտանգ էր եւ մեծ խնդիր էր իսլամական պետության, Օսմանյան իսլամական պետության համար, որը անպայմանորեն պիտի այս երևույթը արմատախիլ անել եւ ինչպես է մահապատժի ենթարկում, ասում է թե այս մոլլային երբ հրաժարվեց քրիստոնեությունից հրաժարվել, վերադառնալ իսլամի, ասում է մոլլային բարձրացրեցին մի բարձր ժայռի վրա, շպրտեցին վերևից եւ հրկիզեցին նրան, այն է ամբողջությամբ ոչնչացրեցին։ Սրա զուգահեռը տեսնում ենք ավելի վաղ վրացական իրականության մեջ հայտնի Աբո Թիֆլիսեցու կամ Աբո Թբիլելի, Աբո Տփխիսեցու պարագայում, որը եւս նախկին մուսուլման արաբ էր եւ որը ընդունել էր քրիստոնեություն եւ այս երևույթը կասեցնելու, պատժելու համար մուսուլմանական, այս դեպքում թուրք մուսուլմանական աշխարհը ուղղակիորեն այրում ու մահապատժի էր ենթարկում։ Մահապատժի մյուս մի հետաքրքիր այլ դրվագ տեսնում ենք ֆրանսիացի առևտրական եւ ճանապարհորդ Տավերնիեի նկարագրությամբ վերագրված ղազլբաշական միջավայրի, Սեֆյան Իրանի ղազլբաշական միջավայրին, օրինակ Տավերնիեն մի հետաքրքիր դրվագ է նկարագրում առայն, թե ինչպես էին պատժում կանանց ամբարով վարքի համար օրինակ, բավական կոշտ պատժի եւ վայրակ պատժի մի ձև, Տավերնիեի նկարագրությամբ հայտնի է դառնում այս պատժի, մահապատժի այս տեսակը, ասում է թե մահապատժի ենթարկվող կանանց փաթաթում էին սավանների մեջ եւ բարձր ժայռից նետում ներքև։ Թվում է թե սրանով կարելի էր ամփոփել, բայց ոչ։ Ասում է, սա անում էին հատուկ, որ ժայռից նետվող կանայք հարվածելով, ընկնելուց հարվածելով ժայռի սուր ծերպերին եւ պատառոտվելով ուղիղ ընկնում էին, ասում է, հատուկ պահված, երկար ժամանակ քաղցած պահված սոված գամփռների եւ շների դեմ, որոնք եւ հոշոտում էին խեղճերին։ Եվ այստեղ բացահայտվում է նաեւ թուրք-թաթարական ու թուրք-մողոլական ժողովուրդների մոտ տարածված մահապատժի մեկ այլ տարբերակ, այն է ժայռերից կամ բարձր վայրերից ողջ նետելը։ Սրա լավագույն եւ ամենացցուն արտահայտիչ դրվագներից մեկը տեսնում ենք Թեմուրի արշավանքների ժամանակ եւս, երբ Վանի պաշտպանները, Վան քաղաքը գրավելուց հետո Թեմուրը Վանի պաշտպաններին թվով մինչև 7000 տարբեր աղբյուրներում 3-ից 7000 մարդկանց ուղղակիորեն քաղաքի պարսպից
ներքև էին շպրտում եւ հայ պատմիչների վկայությամբ, օրինակ Սամուել Անեցու շարունակողների մոտ կարող ենք այս դրվագը հանդիպել, ասում է թե այնքան շատ էին վայր նետվողները այս տեսակով մահապատժի ենթարկված, որ վերջին նետվածները արդեն ողջ էին մնում։ Այսպիսին էր թուրք-մոնղոլական դիապետության շրջանում եւ թուրք-մոնղոլական ժողովուրդների մոտ մահապատժի ձևերը եւ տեսակները, որոնք պատուհասում էին եւ իրենց հակառակորդներին եւ հպատակ ժողովուրդներին։